Բարև, ես 30 տարեկան եմ և սկսած 18 տարեկանից մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրություններին։ Օրեր անց մեր երկրում ընտրություններ են և այս տարի որոշել եմ մասնակցել ավելի պատրաստված ու ինֆորմացված։ Այս թողարկման ընթացքում միասին կհասկանանք, թե ինչ են ընտրություններն ու ընդհանրապես ինչի համար։ Սկսած է Լևոնի թվերից։ Հայաստանի անկախ երրորդ հանրապետության ընտրությունների պատմությունը Լևոնից Նիկոլ այս թողարկման մեջ։ Գնացինք։ Այս հաղորդման մեջ դիտեք Շատ հետաքրքիր ընտրական պատմություն ենք ունեցել։ Եղել են ամենաապացուցված խախտումներով ընտրությունները։ Ապատեղեկատվություն կա, ընտրակաշարք կա։ Ինչ անել, եթե քեզ կաշառք են առաջարկում։ Փողը վերցնենք, գնանք ուրիշին ընտրենք։ Փողը գալստը կապել իմանալ։ Հիմա չկա ընտրակաշարք։ Ապացույցներ եմ տեսել կարոսել կոչվածի մասին։ Չեն կարող չխոսել ձայն բերողներից։ Շտաբերի մոտ հերթ էին կանգնում։ Այդ գիշերը ամենահայտնիներից մեկն է բռնությունների տեսակետից։ Առաջվա 5-10 հազարի հիմա ինչ է դարձել։ Հիմա ափաշքյարը ընտրակաշարքը չկա։ Ինձ թվում է ես ավելի խելացի եմ, կներեք։ Բոտեքս չեք արել, չէ՞։ Իմ տեսած ամենակրեատիվ ընտրակաշարքներից Իր մարմնով պաշտպանում քվեատուփը։ Հրազենային Կրակոնոցներ եղել են։ կանայք, որոնց ամուսինները սիրածուն են։ Տեխնիկա կոտրել, ծեծել լրագրողներին։ Կարող ասել մտքինս է։ Follow եղեք ինձ եւ կիմանաք լուրերը։ Հիմա ես կարծում եմ այն գումարի չափը, որ Հայաստանում կա ընտրական գործընթացում երբևէ չի եղել։ Մի դատարկ քվեաթերթիկը պատտվեց, հետ եկավ իրեն։ Ով է ուղակի փոթացնում։ Գումարով արդիկ պետք է մասնակցեն ընտրություններին։ Եվ այդ առաջին անգամներից մեկն էր, որ Բաղրամյան պողոտան փակվեց, բլոկադան։ Սա հարցերից պատասխանեցիք։ Արուս այժմ գտնվում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրենք ընտրությունների պատմությունը, գնացինք։ Կարելի է։ Հաց եք ուտում։ Կարանք իրար հետ ուտենք։ Պարոն Սմբատյան, ես գալստուկը չեմ կարողանում կապեմ, դուք կարող գալստուկ կապել իմանաք։ Ես տենց էլ գիտեի, որ դուք կկարողանաք մի հատ կօգնեք։ Մերսի շատ, աստված ձեր բալեկին հասնի։ Լավ է երկարությունը։ Լավ է, չէ՞։ Բարև ձեզ, պարոն Սմբատյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեզ։ Ես եմ շնորհակալ։ Այս կոնֆետները ձերն է, թե իրանը։ Կարելի է։ Սա 2023 թվականի Երևանի ավականու վարվող պապկան է, ինչ անշանակում վարվող պապկա, երբ որևէ ավականու լիազորություն դադարեցվում է, նրա մանդատը մենք տալիս ենք հաջորդ հերթական տեխնացուին եւ սա այդ կարևոր թղթապանակն է։ Կարելի է բացեք մի հատ նայեմ։ Բացենք, Երևանը այս բացել, Երևանը փոքր է ավելի։ Ինչով են տարբերվում Հայաստանի Հանրապետության ընտրությունները 96 թվականին եւ 2026 թվականին։ Ինչն է փոխվել։ Կարծում եմ, ցենց կանխատեսում երևի թե անեմ, որ սպասվելիք ընտրությունները ավելի ազատ եւ արդար կլինեն, քան 96-ին։ Ինչու՞։ Որովհետեւ 96-ից սկսած առանց էլի քաղաքական ինչ-որ նախասիրությունների մենք շատ փոփոխություններ ենք արել եւ այսօր ուղղակի ընտրակեղծիքը ավելի ճիշտ լցոնում օրինակ քվեատուփի անհնար է դարձել։ Այսինքն մենք կարող ենք խոսել, որ ապատեղեկատվություն կա, ընտրակաշարք կա, վարչական ռեսուրս է օգտագործում, այսինքն օրինակ քո աշխատակիցներին հորդորում ես, ստիպում ես, որ գնան հանրահավաքի, գնան ընտրության, բայց որևէ կերպ քոքվեն ոչ մեկ չի կարող գողանալ, եթե դու ընտրատեղամասում կոնկրետ քաղաքական ուժի ես քվեարկում։ Դա ուղղակի տեխնիկապես անհնար է, որովհետև օրինակ 96-ին ուղիղ եթեր չկար բոլոր տեղամասերից, այսօր կա։ Այսօր բոլորից անխտիր կա։ Այո, բոլոր ընտրատեղամասերում քաղաքացիները նույնպես կարող են հետևել ընտրատեղամասում ինչ է կատարում։ Կան դիտորդներ, որոնք ունեն տարբեր քաղաքական հայացքներ, կա ընտրական հանձնաժողով, որտեղ կրկին կա թե իշխանական, թե ընդդիմադիր ներկայացուցիչ։ Այսինքն ամեն կերպ արվել է այնպես, որ պայմաններ ստեղծեն, որ անհնար լինի, եթե մարդը նույնիսկ հարկադրված է գնում ընտրատեղամաս, վերջին պահին ինքը իր խղճի կամոք ընտրի ում ցանկանում է եւ որևէ մեկը չի կարող օրինակ լույսերը տանել, լցնել եւ այլն, ինչպես դա եղել է 96-ին։ Այսինքն առնվազն սա ֆիքսենք, որ մարդիկ կարող են մտնել քվեախուց, ում ցանկանում են ընտրել եւ դա կպահպանվի։ Սա հարցերից պատասխանեցիք։ Երևի թե 18 թվականից հետո նոր ընտրական համակարգը սկսեց կայանալ, որովհետեւ այն ինչ տեղի է ունեցել մինչ այդ դժվար է անվանել ընտրություններ։ Ինչու՞։ Այն պարզ պատճառով, որ իշխանությունը
ոչ միայն իր լծակներն էր օգտագործում, այլ նաև ֆինանսական միջոցներ ընտրակաշառքներ բաժանելու համար։ Անձամբ ես օրինակ որևէ անգամ 91 թվականից հետո 1991 թվականից հետո ես չեմ տեսել, որ արդարությունը լինի եւ հասարակությունը ընկալի այդ ընտրությունների արդյունքները որպես արդար, ազնիվ, թափանցիկ, այս հասկացությունները խորթ էին այդ ընտրությունների համար։ Առաջինը դուք եք չէ իմանում ընտրության արդյունքները։ Այո, Պաշտոնական առաջին Պաշտոնական, այո, պաշտոնական, այո։ Կարող ենք արդեն իրար համար ունենք Telegram-ով ուղարկեք հենց իմանաք, ես որպես լրագրող մի ոտ շուտ ես ասել։ Երբ որ մենք պաշտոնականն իմանում ենք, բոլորը արդեն իմանում են, որովհետև մեր տեղեկությունը անմիջապես գնում է կայք։ Չեք կարող որ պետքա կայք գցեն, դուք ասեք հələ մի րոպե ոտնը հետ կախցեք, դուք ինձ ուղարկեք, ես իմ Instagram-ում դնեմ ավելի շուտ։ Դա ուղղակի դրված համակարգ է, էլի։ Կուզեի գիտեք այն հին ընտրությունների սկանդալներից պատմեք, լցոնումներ, բաներ, որ եղել է ոնց է։ Մեմ որ հին եմ։ Չէ, ընդհանուր ռեպորտաժի շրջանակներում եմ ասում, թե չէ դուք շատ երիտասարդ եք երևում։ Botox չեք արել, չէ։ Լցոնումների ժամանակ ես եմ եղել։ Բայց Botox-ի լցոնումների մասին չի ասում։ Բայց արձակուրդ եմ եղել լցոնումների ժամանակ։ Դուք ձեր կարիերայում լրագրողական ինչեր եք տեսել, ինչ կեղծարարություններ եք տեսել։ 98-ի ընտրություններն են շատ, այսպես ասած, հայտնի նրանով, որ խախտումներ են եղել եւ տեսանյութեր կան, թե ինչպես էր հետագայում, ասենք, կինը, որ հետագայում նույնիսկ քաղաքական կարիերա արած դիմադրիչ տեխնացիներից մեկի հետ եւ դարձավ ազգային ժողովի պատգամավոր, իր մարմնով պաշտպանում քվեատուփը, որպեսզի չլցոնեն, օրինակ շատ հայտնի։ Իր մարմնով, այսինքն։ Պահկել էր մանի վրա, այդպես քվեատուփն էլ փոխվել։ Ընդ որում առաջ դրա թափանցիկ չէր, հիմա թափանցիկ է։ Օրինակ, որպեսզի տեսնեն ինչքան է լցված, առաջ թափանցիկ չէր այդ 90-ականներին։ Այդ անցքը, որովհետեւ լցվում փակել էր, որպեսզի չլցնեն, օրինակ լույսերը անջատել եւ այսպես քաշքշուկ էր, օրինակ։ Դեպքեր են եղել բազմաթիվ լցոնումների հետ կապված, երբ որ լցոնումներ են արվել։ Այսինքն մի քանի քվեաթերթիկ էին գցում մի անգամից։ Մի քանի չէ։ Հաստ այդպես, ինչքան որ ստացվի, էլի։ Տեսել եմ եւ ապացույցներ եմ տեսել եւ կարծում եմ դա իրականություն է այդ կարուսել կոչվածի մասին։ Կարուսելի իմաստը այն է, որ տեխնացուն, որը ցանկանում է ազդել ընտրությունների վրա, ունենում է դատարկ քվեաթերթիկ։ Եթե ինքը պայմանավորվում է X մարդու հետ, որ ինքը պետք է քվեարկի իր օգտին, որևէ պատճառով, արդեն քվեարկած 36-ից, ասենք 7-րդ համարի համար արդեն այդ նշանը դրած, որ անպայման այս նշանը պետք է ունի, այդ պիտի չկա կոչվածը։ Արդեն քվեարկած է, ասում է դու կգնաս, կստանաս քո դատարկ քվեաթերթիկը, այս իմ տված քվեաթերթիկը, որտեղ արդեն պայմանական 7-րդ համարը նշված է, 7-րդ համարը կգցես քվեաթերթիկ, այն դատարկը կվերադարձնես ինձ։ Այսինքն մի դատարկ քվեաթերթիկը պատտվեց, հետ եկավ իրեն։ X-ի հետ հարցերը լուծես, գնում է Y-ին, ասում է արդեն, էլի պիտի չկան դնում է 7-ի վրա, ասում է կգնաս, կպտտես, կբերես ինձ եւ այդպես այդ մի քվեաթերթիկը օգնում է, որ ինքը համոզված լինի, որ իր հորդորները կամ պայմանավորվածությունը տեղ է հասել այդ մարդը։ Դա իսկ լինում են շուստրիներ, ովքեր քվեաթերթիկի վրա ուրիշ գծեր էին անում, որ գոնե անվավեր լինի։ Կարծում եմ, այո, ես ունեմ դեպքեր, որոնք որ անվավեր էին անում, բազմաթիվ են դեպքերը հաշվարկի ժամանակ տարբեր ֆոլկլորային գրառումներ քվեաթերթիկների վրա, բայց ոչ բոլորն են, պես ասած, այդ ռիսկին գնում կամ այդ գործողությունը անում, որպեսզի լրացուցիչ գոնե այնպես անեն, որ այդ քվեաթերթիկը փչանա եւ իրեն չպարտադրեն մի քվեարկություն, որին ինքը այդքան էլ համաձայն չէ։ Այս շատ հետաքրքիր Puzzle է։ Դրանով մենք նկարահանել ենք Երևանի ընտրությունների ժամանակ ռոլիկ։ Այ իսկական puzzle է։ Իսկական puzzle է։ Մա ցույց տամ, հա, տեսեք։ Մենք սա օգտագործել ենք Երևանի ընտրության ժամանակ։ Այսինքն սրա խորհրդանիշը ես հասկացել եմ, ասեմ։ Դրել ենք Հյուսային պողոտայում եւ մարդիկ, սովորական անցորդներ մոտեցել են եւ մի puzzle-ի հատված են դրել եւ սա ինչ է խորհրդանիշը։ Ես գիտեմ, ասեմ։ Ահա, ասեք։ Այսինքն մարդիկ իրենց մի կտորը ներդնելով կառուցել են Երևան։ Այո, որպեսզի մարդիկ հասկանան, որ ընտրությունն էլ է այդպես, իրենց մի կտորը
դնելով հավաքում են ընդհանուր puzzle։ Պատկերը։ Եթե կտորները պակաս են, ապա puzzle-ը պակաս է։ Մեր երկրում ովքեր ունեն ընտրելու իրավունք։ 18 տարին լրացած ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իսկ ովքեր չունեն։ Նրանց թիվը իհարկե հստակ նշել հնարավոր չէ, բայց տեսակներով ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության նշված են, օրինակ նաև մինչև 18 տարեկան անձինք չեն կարող Հայաստանի Հանրապետությունում չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող մարդիկ, նաև այնտեղ որոշակի պայմաններ կան դատվածության հետ կապված, իհարկե ես այդքան էլ շատ խորացած չեմ կոնկրետ ընտրական իրավունքի իրացման մասով, բայց եթե չեմ սխալվում, շատ ծանր հանցագործություններ իրականացրած անձիկ չեն կարող ընտրությունների մասնակցել, այսքանն էր ընդհանուր սպառիչ ցանկը։ Ես ուզում եմ առաջարկել եւս մի քանի կատեգորիա, որոնք կարծում եմ, որ պետք է չունենան ընտրելու իրավունք, եթե թույլ կտաք։ Ասեմ, դուք որպես քաղաքական վերլուծաբան կարող եք ասել ձեր կարծիքը։ Մոռացկոտ մարդիկ։ Չեմ կարծում, որ օրենքով պետք է արգելենք։ Բայց եթե օրինակ մարդը որոշում ա կացրել հասել անդրադեղամաս մոռացել է, ինչքանով է հիմնավորված նրա որոշումը։ Իհարկե, սա ժողովրդավարության հետ ասում են side effect-ներն են, այսինքն այն էֆեկտներն են, որ մենք չենք կարող խուսափել։ Տեսեք, ես նաև առանձնացրել եմ նախանձ մարդկանց, քանի որ նրանց կատարած ընտրությունը չգիտես ինչով է պայմանավորված։ Գուցե նրանք ընտրում են նրան ինատու, ում նախանձում են։ Իրականում նաև դժվար է չափել, ով է նախանձ, ով է մոռացկոտ եւ այլն։ Օրինակ, գուցե ինչ որ տեսանկյունից շատերը ինձ էլ նախանձ համարեն, բայց այլ տեսանկյունից շատերը չկարողանան համարել։ Դրա համար մենք որպես ժողովրդավար երկիր, եթե ցանկանում ենք ընտրություններ լինեն շատ ներառական եւ այլն, բացառող սկզբունքները, բացառող պայմանները, հատկանիշները պետք է հիմնավորված լինեն։ Գուցե ձեր ցանկը, եթե այսպես հնարավորինս իջնենք, վերջում Հայաստանում մնա 100,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ իրավունք ունենա, որովհետև տեսեք, Հայաստանը շատ նեղ սեգմենտներ եմ առանձնացրել։ Հնարավոր է, որ շատերը իրար նախանձ համարեն։ Հումորով մարդիկ օրինակ։ Կարծում եմ հակառակը, հումորով մարդիկ պետք է մասնակցեն ընտրություններին։ Բայց կարող իրենք կատակով ինչ որ Spider-Man-ին ընտրեն։ Նո Spider-Man-ին չէ, քաղաքականացրեց է։ Օրինակ Չակ Նորիսը լիքը ձայներ հավաքել ընտրություններից մեկում եւ դա հումորով մարդկանց ձեռքի գործներ։ Այստեղ կարծում եմ ուրիշ բանի հետ գործ ունենք։ Կարող ես հումորով լինել, կարող ես հումորդ օգտագործել ընտրությունների ժամանակ։ Այն կանայք, որոնց ամուսինները սիրածուն են, նրանք արդեն մի անգամ սխալ ընտրություն են կայացրել իրենց ամուսնու հարցում։ Կարող ենք վստահել նրանց մեր պետության ղեկավարին ընտրելու գործը։ Կարծում եմ կարող ենք, որովհետև հենց սխալված մարդիկ, եթե այդպես ենք ձևակերպում, ես այդպես չէի ձևակերպի, որ իրենք սխալվել են, բայց կարծում եմ հենց սխալված մարդիկ պետք է ընտրելու իրավունք ունենան։ Օրինակ ես ինքս 3 Սիրածուն եք։ Չէ, 3 ընտրությունների եմ մասնակցել, 3 անգամ ես սխալվել եմ, բայց կարծում եմ 4-րդ անգամ դա ինձ կդրթի ավելի լավ ընտրություն կատարել։ Այսինքն, հատկապես քաղաքական ընտրության մասին խոսելիս պետք է մտածենք, որ անհնար է սխալվել, հատկապես Հայաստանում, երբ որ հենց նույն քաղաքական գործիչները այնքան են փոխվում, որ մարդկանց մեղադրել, որ նրանք սխալ են կողմնորոշվել, անհնար է չսխալվել եւ հակառակը սխալվելուց հետո պետք է միշտ գնալ էլի ընտրության։ Լրագրողների գործունեության սահմանափակումների առումով ինչեր եք տեսել։ Լրագրողների հետ կապված դեպքերը շատ են եղել։ 2003-ի նախագահական ընտրությունները կարծում եմ եղել են ապացուցված խախտումներով ընտրություններ։ Այսինքն խախտումները, որոնք որ ինքան էին ապացուցված, որոնք որ 2003-ին, երբ որ գնացին Սահմանադրական դատարան այդ ընտրությունները վիճարկելու համար, այնքան շատ էին ապացույցները խախտումների վերաբերյալ, որ Սահմանադրական դատարանը ոնց որ հաստատեց ԿՀ-ի վճիռը, հաստատեց ընտրության արդյունքները, բայց գրեց մի բան, որ այդ վճռում գրեց, որ շատ ցանկալի կլինի, ողջունելի կլինի, արժե, որ 1 տարվա ընթացքում իշխանությունը անի վստահության հանրակրվե։ Հա, ու 2004-ին էլ արդեն, երբ որ 1 տարին անցել այդ ընդդիմությունը այն ժամանակվեր փողոցային ակցիաներ արեց եւ այդ առաջին անգամներից մեկն էր, որ Բաղրամյան պողոտան փակվեց։ Այդ գիշերը ամենահայտնիներից մեկն է բռնությունների տեսակետից։ Ցուցարարներին ցրեցին, լրագրողների վրա հարձակումներ եղան, տեխնիկա կոտրել, ծեծել լրագրողներին, ովքեր որ այնտեղ աշխատում են իրենց գործներին անում։ Ոնց դառնամ ինֆլուենսեր։ Դուք արդեն դարել եք, հիմա այս վիդեոները զարգացնում Որովհետև մեր կուզեք քոլապ դնենք իրար։ Որովհետև մենք այդպիսի հումոր ունենք ընտրական հանձնաժողովում, որ ես շակերտավոր ինֆլուենսեր եմ, էլի։ Կարող եք կիսվել իդեպ Instagram-ում եւ Facebook-ում։ Այս հատվածը հիմա որ մենք խոսում ենք, գցեմ reel, ու ձեզ քոլապ տամ, այսինքն ստացվի, որ մենք երկուսով համատեղ reel ենք գցել։ Ես շուրջ 300,000 բաժանորդ ունեմ իմ Instagram-ին, այդ կգա ինչ որ մի մասը ձեզ կբաժանորդագրվի։ Հիմա կարող եք ասել follow եղեք ինձ եւ մարդիկ կհետևեն։
follow եղեք ինձ եւ կիմանաք լուրերը։ Ընտրական հանձնաժողովից։ Չէ, ինչի մենակ ընտրական հանձնաժողովից։ Հա, ձեր կյանքից առավոտյան ինչ կերակ, ինչ գելիլա դուշա եք օգտագործում։ Օրինակ հիմա կարող ենք միասին story անենք ձեր Instagram-ում, կուզեք։ Հա, ինչ անենք։ Սենց տեսեք։ Սիրելի follower-ներ, ես եւ Արմեն Սմբատյանը որոշել ենք, որ նրա Instagram-յան էջը այսուհետ լինելու է շատ ակտիվ, այնպես որ follow եղեք, like, սրտիկ, մի բան է դուք ասեք։ Եվ հետևեք Նաեւ Արուսին։ նաև Արուսին։ Այո, ինձ էլ հետևեք։ Ես դեռ սկսնակ influencer եմ, էլի։ Դե կարող եք օրինակ ասել ձեր հետ խոսում Սմբատյան Արմենը, յո, որ ինչ որ հետաքրքիր բան մտնի։ Ձեր հետ խոսում է Սմբատյան Արմենը։ Յո։ Այստեղ յոն դուք պիտի ասեք։ Որտեվ ամեն ինֆլուենսեր իր ոնց որ բանն է ունենում, իր ֆիշկան։ Կարող ենք համարել, որ ստարտը տրված է ժողովրդավարական կրթություն իրականացնելու։ Համատեղ։ Հիշում եք ժամանակին կային 5000-անոց եւ 10000-անոց ընտրակաշարքի տեսակներ։ Ես օրինակ փոքր էի այդ ժամանակ, հիշում եմ, որ մեր հարևանները, իմ ծանոթները շատերը այսպես շտաբերի մոտ հերթ էին կանգնում, 10-ով, 20-ով, այսպես 20 հոգով կանգնում էին, պասպորտը մոտեցնում էին, 20000 դրամը ստանում էին։ Հիմա այդ կներեք ափաշքյարը ընտրակաշարքը չկա։ Դու մեկին գրանցում ես, նրան գումար ես փոխանցում, ասում ես իրեն պետք է բերես մեր հանրահավաքին կամ իրեն կարող ես առնել, եթե կարելի է այդպես ասել, եւ կան մարդիկ, ովքեր իրենց ձայնը վաճառում են, բայց մարդիկ չես կարող ստուգել ինքը քեզ քվեարկեց թե չէ, ինչքանով է հիմնավորված իրեն փոխտելը։ Դե դա արդեն բաժանողները պետք է մտածեն, օրինակ ես ընտրակաշարք չեմ բաժանել, տվյալներին չեմ տիրապետում, բայց իրանք կարող են ասել քանի հոգու են ընտրակաշարք տվել, օրինակ, եւ քանիսն են նրանցից ընտրել։ Կարծում եմ տարբերություն կա։ Օրինակ ես հիշում եմ իմ շատ ծանոթներ ասում են դե փողը վերցնենք գնանք ուրիշին ընտրենք։ Իրականում ես չափերի մասին չգիտեմ ինչքան մեծ թվով մարդիկ են այդպես անում, բայց ինչ որ մարդիկ էլ կարող են իրենց ձայն ուղղակի վաճառել ու գնալ ընտրել։ Կարծում եմ այդ հարուստ մարդիկ պետք է իմանան, որ քաղաքականության մեջ են ինչքանով է դա արդյունավետ։ Եթե շարունակում են դա կիրառել, ուրեմն ինչ որ չափով արդյունավետ է։ Ասացիք, որ հիմա կարող է լինել ընտրակաշարք, քանի որ այս հաղորդումը ընտրությունների պատմության մասն է, ես կուզեի հասկանալ ինչպես է արժեքի առումով փոխվել, քանի որ ինֆլյացիա է տեղի ունեցել, այդ առաջվա 5-10 հազարը հիմա ինչ է դարձել։ Իրականում միշտ գումարը չի եղել ընտրակաշարք, ժամանակի մի կուսակցություն կար, որ մուրաբաներ էր բաժանում։ Հիշում եմ։ Կար կուսակցություն, որ DVD-ներ էր բաժանում, հետո բողոքվում, որ այդ DVD-ով լսում են իր հակառակորդ քաղաքական գործչին։ Շատ հետաքրքիր ընտրական պատմություն ենք ունեցել հենց ընտրակաշարքի տեսանկյունից, բայց ես հիշում եմ, որ նաև հենց 5000 դրամ որպես ընտրակաշարքի հայտնվելը նույնիսկ կապում են կոնկրետ քաղաքական ուժի եւ կոնկրետ մարդու հետ եւ դրանից հետո ես հիշում եմ, որ 10, 15, 20 եւ նաեւ այստեղ հետաքրքիր է, որ օրինակ ես հիշում եմ 2017-ի ընտրությունները քաղաքական ուժերը միմյանց հետ մրցակցում էին կրեատիվ ընտրակաշարք բաժանելու մասով։ Որն է ամենակրեատիվ ընտրակաշարքը։ Ես իմ տեսած ամենակրեատիվ ընտրակաշարքներից եթե եղել է, երբ որ մի քաղաքական գործիչ որոշեց, որ օրինակ շենքերի լուսամուտները ինքը կփոխի բոլորինը եւ այդ համասը իրեն կընտրեն ու իրականում աշխատեց դա։ Եվրոպամետ կուսակցություններ։ Բիզնեսմեն քաղաքական գործիչ էր, կարծում եմ իր համար այդքան է կարևոր չէ Եվրոպան։ Բայց եվրո էր պատուհանները։ Հա, եվրո պատուհաններ էր, բայց այդքան էլ եվրո քաղաքական գործիչ չէր, էլի։ Հետաքրքիր է։ Բայց նաև եղել են դեպքեր, երբ որ շատ լուրջ թվեր են, այսպես օրինակ 50000 եւ այլն։ Հիմա ես կարծում եմ այն գումարի չափը, որ Հայաստանում կա, ընտրական գործընթացում երբևէ չի եղել։ Այսինքն կներեք էլի սենց ամփոփելով, մինչև ընտրությունները կարող են մարդկանց վրա ամենձևազդել եւ գումարով եւ կաշառքով եւ մանիպուլացնելով եւ աշխատանքի գրանցելով, բայց ոնց հասկացա, թե այն թե դուք եք ընտրում, մեկը մնալու է գաղտնի եւ չեն կարող ձեզ ստուգել։ Այո։ Լավ։ Ինչ անել, եթե քեզ կաշառք են առաջարկում։ Օրինակ ես փողոցում ինձ համար քայլում եմ եւ ինչ որ անծանոթ տղամարդ կամ ծանոթ, օրինակ հարևաններից ինչ որ մեկը մոտենում է եւ ինձ առաջարկում է գումար իմ ձայնի դիմաց, ում պետքա դիմել։ Գուցե ոստիկանություն կամ ամուսնուս, որովհետեւ ի վերջո օտար տղամարդ է եւ կեղտոտ առաջարկներ է անում։ Դե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ է իրանից ներկայացնում այդ քաղաքացին։ Ես ոչ թե ընտրակաշարք առաջարկողին եմ
նկատի ունենում, այլ ում հետ որ ինքը կոնտակտի մեջ է մտել։ Իհարկե ուղղակի հերու ուղարկել այդ ընտրակաշարք Իսկ եթե նաև հայրենասեր եմ եւ ուզում եմ ինչ-որ մի ձևով կարծում եմ, որ այո, կարելի է դիմել եւ իրավապահ մարմիններին, բայց նաև ասեմ, որ իրենք սովորաբար անծանոթ մարդկանց այդպես չեն դիմում եւ չեն առաջարկում։ Իրենք ինչ որ մեթոդներ են գտնում բարեկամների, հարևանների միջոցով, նրանք գիտեն ում են դիմում։ Օրինակ այդ ընտրակաշարքները, երբ որ համատարած բաժանվում էին, մեր դուրը ոչ մեկը չի ծեծել եւ իրենք գիտեին ինչ կլիներ, եթե մեր դուրը ծեծեին եւ ինձ կամ կնոջս կամ տղաներիս ընտրակաշարք բաժաներին։ Որ ձեզ անտեսել են։ Լավ հարց է, իհարկե հպարտ եմ, որ ինձ չեն դիմել։ Հիմա չկա ընտրակաշարք։ Իհարկե մենք բազմաթիվ փաստեր ենք տեսել արդեն, որ իրավապահ մարմինները զայնագրել եւ կանխել են կամ նույնիսկ բռնացրել են ընտրակաշարքի պահին։ Մենք այս ընտրությունների վերջին ընտրությունների եւ այս ընտրարշավի ժամանակ նկատում ենք նաեւ, որ այսպես կոչված թաղային հեղինակությունները ի վիճակի չեն եւ ի վիճակի չեն լինելու այդ լցոնումները, չգիտեմ, քվեատուփերը գողանալ, տանելու եւ փոխելու, այնպես որ բոլոր թերություններով հանդերձ, իսկ թերություններ իսկապես կան, որոշ գործողություններ նաեւ իշխող ուժի կողմից դիտարկվում են որպես վարչական ռեսուրսի օգտագործում, բայց այդ թերությունները ուղղակի համադրելի չեն այն ամենի հետ, ինչը մենք տեսել ենք նախորդ տասնամյակներին։ 2007-ին այդ այնքան համատարած էր, այսպես ասած, հիասթափությունը ընտրակաշարքների տեսքով եւ այնքան ակնհայտ մարդկանց կողմից ընդունված էր դա, որ շատ դեպրեսիվ էր 2007-ի ընտրությունների արդյունքները, ակնհայտ արդյունքները։ Հետո եկավ 2008-ը եւ 2008-ին այսպես գրքերը սրվեցին եւ 2008-ին Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ երբ որ վերադարձավ, հետընտրական շատ լուրջ զարգացումներ եղան Հայաստանում։ Մարտի 1-ի դե փետրվարի վերջ, փետրվարի 19-ին, թե 19-ին կարծեմ, գուցե 20-ին արդեն ընտրություններ, հետո արդյունքներ հայտարարվեց եւ ասենք մենք գործընկերոջս հետ Արտուրի հետ Պապյան գնացինք եւ մենք ունեինք այդ ժամանակ ֆոտոներ, վիդեոներ շատ չէ, որտեղ վիդեոն շատ դժվար էր ուղարկելը, բայց եւ ինֆորմացիա եւ մենք այդ մեր հնարավոր ինֆորմացիան ուղարկեցինք BBC-ի մեր գործընկերներին, որ հրապարակեն, հետո նոր գնացինք, այդպես փորձում էինք այդ ինֆորմացիան ոնց որ բլոկադան, չգիտեմ, չեմ մտածել։ Բայց հստակ հրազենային կրակոցներ են եղել։ Կրակոցներ եղել են։ Դուք որպես լրագրող չեք վախենում այդ տարածքում աշխատելուց։ Աշխատում ենք հիմա, այսինքն այդ տարածքը, որ ասում ենք, ահագին մեծ է։ Մաշտոցի փողոտայում են, չէ՞։ Ոնց որ լուսավորիչի սկզբից այդ կրկեսի մոտից մինչև միշտ Մաշտոցի փողոտը մի քիչ էլ վերև, Լեոյի փողոց, դեպի այդ ամբողջը շատ տարբեր, շերտերով էր գնում, էլի, նայած դուր կհասնեիր, ինչ կտեսնեիր։ Այդտեղ աշխատանքի հարց է, այնպես չի որ ասենք կրակոցները լսում ես հեռվից, բայց լրագրողներն էլ թիրախավորված էին, չէ՞։ Այդ անգամ չէ։ Գիտեք, ես որ ասեմ ոնց ենք աշխատում, եթե այդ օրը հիշենք, մենք ոնց որ առավոտյան մենք որ գնացինք գործընկերոջս հետ օպերատի հետ Սարգիսի Խարազյան որ գնացինք օպերայի տարածք, այդ օպերատի տարածքն է շրջապատված ոստիկանները ոչ միտեղ չէ հաստատության հրապարակի տարածք էլի նկատի ունեմ, ոչ միտեղ չէի կարող մտնել ներս, այդ իմ ողջ կռիվը այդ ոստիկանների հետ էր, այդ պեյջը ցույց տալ, ասել պետք է անցնեմ եւ այլն։ Հետո օրվա մեջ ինքը բավական քաոսային էր այդ լուսավորիչի մոտ, հետո բոլորը որոնում էին պրովոկատորներ կամ իշխանության համար աշխատող լրագրողներ։ Եվ արդեն ստիպված էիր այդ շերտերով ոնց որ այն ժամանակ ոստիկանների շերտով էի անցնում, որ հասնեի տեղ, որտեղ որ իրադարձությունն է, որ դու պետք է այնտեղ լինես, այնտեղ ցուցարարների շերտերով էի անցնում եւ անընդհատ դու ով ես, որտեղ ես ուսումն ես աշխատում, բոլորը փորձում էին ասես քաղաքացիական պարտք կատարել եւ հայտնաբերել լրագրողի, որը հանկարծ աշխատում է, չգիտեմ, եկել է այստեղ որ իրականության ոչ իրական պատկեր ցույց տա։ Մոտավորապես այդպես ասեմ, էլի այդպես
այդ տեսակետից այդպես է։ Ու երեկոյան էլ այդ երբ որ սկսեց գիշերը երեկոյան չէ արդեն էլի կրակոցներ, դա մի տեղ չի որ նկարագրես որ հենց այստեղ էս, որ հենց այստեղ կոպիտ ասած կրակոցներ կան, այդ կրակոցները ծրված էին, հերվից զայներ կային, դու նայած ինչքան կմոտենաս, ինչ կանես, այդտեղ աշխատում ես արագ եւ փորձում ես ստանալ մաքսիմալը։ Ինչ-որ բան փոխվել է այսօր։ Փոխվել է այն, որ մենք գնում ենք ընտրությունների դեռևս չհաղթահարած 20 թվականի պատերազմի տրավման։ Այսինքն մենք մարդիկ ենք, անհատներ ենք, հասարակություն ենք, որը դեռ այսպես ասած ունի կորուստ, ունի վերաիմաստավորելու հարցեր եւ ռեֆլեքսիա անելու կարիք, որը արդեն 6-րդ տարին է մենք պատշաճ չենք արել։ Եվ դա բերում է մի միջավայրի, երբ որ հասարակության վրա, մարդկանց վրա ազդելը շատ հեշտ է դառնում։ Ոնց։ Ինֆորմացիայի ձևով, նախ մարդիկ իրենք են կասկածների մեջ, որովհետև իրականում պատմականորեն մենք շատ փոփոխվող ժամանակահատվածում ենք։ Ոչ միայն մենք աշխարհը շատ է փոխվել, մենք էլ որ ընտրությունների առաջ ենք, ինչպես գնալ, ում հետ գնալ, փրկիչ ու դավաճան որոնելու տեսակետից, հա։ Եվ այդ հասարակության վրա ազդել է կան տարբեր ձևակերպումներ, շատերը այդպես չեն սիրում այդ արտահայտությունը, հիբրիդային պատերազմ կոչված, բայց կամ մանիպուլյացիաներ, արտաքին կամ ներքին, հենց հասարակությունը թույլատնելու համար է, երբ որ մարդկանց փորձում են անընդհատ կասկածների գիրկը գցել, այնպես անել, որ քաոս ստեղծվի, անվստահություն ստեղծվի, եւ այդ անվստահության ստեղծվելու արդյունքում մարդիկ նաեւ չկարողանան, այսպես ասած, էմոցիաները տարանջատել փաստերից եւ որպես այդպեսին հասարակությունը ավելի թուլանա, այսինքն կառավարելի է ավելի։ Հա, այդ քաոսի միջոցով լինի այնպես, որ մարդը ուղղակի մինիմումը չգնա ընտրության կամ էլ ընտրի այնպես ինչպես որ թելադրել չէ, էլի, այսինքն ոչ թե փաստերի հիման վրա, այլ էմոցիաների եւ գուցե սխալ ընտրություն կատարի, այսպես ասած, ենթագիտակցորեն, այդպես եւ ավելի օրինակ վախերի վրա հիմնված, ոչ թե ռացիոնալ որոշում։ Վախեր, կասկածներ, անվստահություն, անորոշություն եւ այլն։ Ընտրությունների մասնակցության տեսանկյունից Հայաստանը միջինից ցածր դիրքեր է զբաղեցնում աշխարհի մակարդակով։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Շատ բաներով, առաջին հերթին օրինակ նոր խոսում ենք 96-ից, դրանից հետո էլ են եղել ընտրություններ ու միշտ գրեթե եղել է հետընտրական գործընթաց։ Ինչ նկատի ունեմ, այսինքն մարդիկ մտածել են, որ իրենց ձայնը գողացել են։ Բայց ինչպես նախորդիվ խոսում ենք սխալվելուց, մարդիկ անընդհատ սխալվելուց, հիասթափվելուց մտածում են, որ այլևս չեն կարող որևէ բան փոխել, բայց ես չեմ կարծում, որ մեր երկրում շատ աղետալի վիճակ է ընտրությունների մասնակցելու մասով, որովհետև օրինակ մեր ընտրական ցուցակները այդքան էլ ֆիլտրված չեն, այսինքն դեռևս մեր ընտրական ցուցակներում կան մարդիկ, ովքեր Ռուսաստանում են գտնվում, կան մարդիկ, ովքեր, չգիտեմ, տարբեր պայմաններից ելնելով ուղղակի Հայաստանում չեն, կամ նրանք ուղղակի գնացել են արտերկիր, օրինակ բադ բան եմ ասում, մահացել են, բայց այդպես էլ նրանց հարազատները այստեղ չեն դիմել որևէ պետական մարմնի։ Եթե այս ֆիլտրացիա մենք 100% անենք, այսինքն ցանկում ներառված լինեն միայն մարդիկ, ովքեր Հայաստանում են բնակվում, Հայաստանի քաղաքացի են, կարծում եմ, որ մոտավոր 60% մասնակցություն մենք ունենք, որը քիչ չէ։ Այս մասով այդքան էլ համաձայն չեմ, որ շատ աղետալի է վիճակը, բայց եթե համեմատենք մերպես այլ երկրների, ովքեր ունեն ժողովրդավարության նույն մակարդակը, ես չեմ համարի, որ շատ վատ է վիճակը, բայց եթե օրինակ համեմատում ենք Գերմանիայի հետ, ԱՄՆ-ի հետ, պարզ է, որ այստեղ խնդիր ունենք, օրինակ շատ երկրներ, եթե չեմ սխալվում, Բելգիան, Իտալիան տուգանք են նշանակում։ Ավստրալիան, Էկվադորը, Բրազիլիան, այդ ես էի ուզում ասել, որ Հայ, դուք եք ուզում ասել, կներեք, բայց հիմա շատ է քննարկվում։ Գուցե մենք էլ տուգանքներ դնենք, ուղղակի քանի որ մենք ոնց որ շատ ծախսվել չենք սիրում, կարող ենք ուղղակի ուրիշ պատիժներ մտածել։ Օրինակ այն մարդով չի մասնակցել ընտրության, իրենց տան մոտի աղբամանը շատ հեռու են դնում, որպեսզի նա երկար գնա աղբը թափելու։ Եվ դա կարծում եմ նաև կարող է մոտիվացնել իր հարևաններին, ովքեր մասնակցել են ընտրությանը, մի տեսակ թարս աչքով նայել, նրան լիֆտի մեջ չբարել, որպեսզի հասարակական ճնշում էլ լինի եւ մարդը ուսի մյուս ընտրություններին մասնակցել։ Ես օրինակ զարմացա, որ դուք ալարկոտ մարդկանց չնշեցիք, թե նշեցիք, որ արգելենք։ Չէ, կարծում եմ դա ճիշտ չի լինի, այսինքն ալարկոտ մարդկանց չտանք ընտրելու իրավունք, հակառակը։ Հետաքրքիր գաղափար է, որովհետեւ շատերը ուղղակի ալարում են գնալ այդ օրը ընտրատեղամաս։ Հակառակը մենք պետք է մոտիվացնենք ալարողներին։ Այլ հարց է, եթե սխալ ընտրություն կատարողներն են գնում ընտրության եւ գուցե պետք է սահմանափակել։
Հետաքրքիր տարբերակ է, բայց չեմ կարծում, եթե դու գանք դնենք, դա ինչ որ կերպ կխթանի։ Պատկերացրեք, դուք 5 տարի ստիպված եք լինելու, ասենք 2 խաչմերուկ քայլել, որպեսզի տան աղբը թափեք։ Հանուն դրա մի անգամ չեք գնա ուղղակի ընտրության, որ իմանաք դրանից հետո այդպեսի բան է սպասվում։ Կարծում եմ, օրինակ շատերը օքեյ կլինեն դրա հետ։ Ես այդպես չեմ կարծում։ Ես հակառակն եմ կարծում, ճանաչելով շատ մարդկանց, ովքեր չեն գնում ընտրություններին։ Ինձ թվում է ես ավելի խելացի եմ, կներեք։ Գուցե։ Այսօր ինչ զենքեր են օգտագործվում այդ հիբրիդային պատերազմի մեջ եւ ովքեր են գլխավոր դերակատարները արդյոք մեր երկրի ներսից թե դրսից։ Ընդհանրապես, երբ որ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին կամ օտարերկրյա ինֆորմացիոն մանիպուլյատիվ ազդեցությունների մասին, այդպեսի տերմին կա, դրանք դրսից են արվում եւ այդտեղ կան կիբեր վտանգներ եւ հիբրիդային վտանգներ։ Կիբեր վտանգները այն դեպքում է, երբ որ ցանցեր են կոտրում, երբ որ համակարգեր են կոտրում, իսկ հիբրիդայինն է, երբ որ ինֆորմացիայի միջոցով փորձում են ազդել հասարակության վրա։ Մի շատ բարձ օրինակ կա, որի մասին մեր գործընկեր Սամվելը գրեց Մարտիրոսյան, խոսեց այդ մասին էս վերջերս եւ նաեւ մեր կայքում մեդիայում հոդված գրեց այդ մասին, այնտեղ նորից ինչպես են խաղում ազգային զգացմունքների վրա։ Ասենք ստեղծվում է երկու հաքերային խումբ, որոնք որ հայտարարում են մենք հաքերներ ենք, մենք պետք է կոտրենք, մեկը հայկական խումբ է, մենք պետք է կոտրենք թուրքական կայքերը եւ թուրքերի դեմ գործողություններ անենք թուրքական ինտերնետ տարածքի։ Մյուսը թուրքական է եւ ինքն էլ հայկական տարածքի դեմ է նույն գործողությունները հայտարարում որ անելու է, բայց պարզվել էր, որ որոշակի սխալներ էին թույլ տվել երկու խմբերը, պարզվել է երկու խումբն էլ նույն մարդն է կառավարում, նույն ադմինն է եւ նաեւ ազգություն չէին գտել կոնկրետ մարդուն, բայց գործողությունները, որոնք նույն ժամանակ են արվել, նույն կոդերն են օգտագործվել եւ նաեւ այդ կոդերի տակ, ասենք կիրիլիցա են գտել եւ ասենք ռուսական հետք են գտել, օրինակ։ Դա այսպես ասած կիբերնո հիբրիդը իրար խառնված դեպքերից մեկն է։ Կազմակերպված նարատիվներ նորից դա սկսվել է ոչ թե ընտրական շրջանում, այլ նույնիսկ անցյալ տարվանից, ասենք կա այդպիսի երևույթ, ասում են դոպենգելգերի էֆեկտ, երբ որ ստեղծում են շատ հայտնի կայքի նմանությամբ կայք, օրինակ ֆրանսիական հայտնի կայքերից մեկի նմանությամբ Ֆրանս 24-ի նմանությամբ կայք, անունը նման է, ինտերֆեյսը նման է, բայց եթե մեկը 2-3 կետ գնաք, տեսնի այնտեղ մի էջանոց կայք է, էլի, տակը շատ բան չկա, մի 10 հատ հոդված է կամ 30 հատ լավ, բայց ոչ մի ձև, ասենք տասնյակ տարիներով աշխատող լրատվամիջոց չի, եւ այնտեղ գրում են օրինակ ինֆորմացիա, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ որոշել է, որ պայմանավորվածություն ունի, կա համաձայնություն, որ Ֆրանսիայի միջուկային ռեակտորների թափոնները բերվելու են Հայաստան եւ անպայման թաղվեն հենց Դիլիջանի անտառներում եւ ուրիշ ոչ միտեղ։ Եվ այդ ինֆորմացիան, ասենք, այդպես գալիս ընկնում հայկական ինֆորմացիան տիրույթ, մի մասը հավատում է, մի մասը տարածում է, մի մասը եւ այդ փաստացիորեն լրագրողները դա ստուգում են, տարածում են, բայց շատ դեպքերում ստուգված ավելի քիչ է տեղացնում, քան եւ այդպիսի դեպքեր Ֆրանսիայի հանդեպ ժողովրդի մեջ ատելություն, վախ, կասկածություն։ Նաեւ մեր իշխանության, մեր պետության հանդեպ ոչ մի իշխանություն բառներ չեմ ուզում օգտագործել, դες պետության մենք այնքան թույլ ենք, որ այդպիսի պայմանավորվածություն ենք գնում որպես հասարակություն։ Այսինքն սեփական ուժերի նկատմամբ հավատը թուլանում է, որ դու սկսում ես մտածել, որ որպես պետություն դու գուցե կարող է պետք չի մեզ պետություն ունենալ, կարող է մեր պետությունը չի կարող լինել առանձին եւ չլինել որևէ մեծ ուժային կենտրոնի մաս եւ կարող է այդպես ավելի վազնի գուցե ավելի լավ է մենք լինենք այս մի պետության մի մասը, բայց գոնե լինենք ոնց որ երկար տարիներ եղել է եւ այլն։ Ես ճիշտ ասած ինչ հիշում եմ, միշտ հեռուստացույցով լսել եմ, որ ինչ որ ուժ ընտրություններից հետո ասում են, որ ընտրությունները կեղծված էին։ Հիմա մենք ոնց հասկանանք, ով է ճիշտ ասում, ով է ուղղակի բլթացնում։ Նախ միշտ չի եղել, օրինակ 2018-ին որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Ասել են, ինչ որ մեկը ասել է, ցենց խառը տեսել։ Հետո են ասել։ Գիտեք ոնց են որ ուզող տղեկ են լինում, որ իրանց մերժում ես, չես ուզում, սկսում են հետևից այդ վատ բաներ խոսալ։ Ոմանք ունենում են այդպիսի նարատիվներ։ Դրա համար փաստեր են պետք։ Տեսեք, օրինակ, մենք հետաքրքիր հոլովակներ ունենք դեռևս պահպանված 96 թվականից, 2008 թվականից, որտեղ անընդհատ ընտրատեղամասում ինչ-որ մեկին ծեծում են, խփում են, անընդհատ ինչ-որ լույսեր են տանում եւ այլն եւ այլն։ Դրա համար, երբ որ ասում ենք հատկապես ընտրակեղծիքն ու ընտրախախտում ենք իրարից պետք է տարբերենք։ Կարող են լինել ընտրախախտումներ եւ դա նորմալ է, այսօր ես այդպիսի երկիր չգիտեմ, որտեղ ընտրախախտումներ չեն լինում, բայց ընտրակեղծիքը օրինակ լցոնումն է։ Օրինակ վերջերս վաղարշաբաթում ընտրություններ էին,
Ես գիտեմ իհարկե կոնկրետ քաղաքական ուժը, որ դա տարածում էր, բայց չեմ նշի, որովհետև իրենք էլ փորձել էին այլ էջով տարածել դա։ Մի հատ հոլովակ էր տարածվում, որ իբր հանձնաժողովի նախագահը քվեախոցը բացում էր, որ ինչ որ բան տնի եւ այլն եւ այլն։ Նույնը ես տեսել եմ Գյումրիի ընտրություններում, երբ որ ամբողջ օրը ինչ որ կեղծ դիտորդական առաքելություններ են հայտնել, որ խոսում էին ընտրակեղծիքների մասին, բայց հենց իրենց քաղաքական ուժը հաղթեց, սկսեցին ասել, որ դե ընտրությունները հիմնականում նորմալ էին անցել։ Դրա համար մեզ պետք է ունենալ տվյալներ, որոնք ապացուցեն, որ այն կարգի ընտրախախտումներ են տեղի ունեցել, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Իսկ ինչ որ մի բան կարող ենք ասել են մարդկանց, ովքեր առանց ապացույցների սոտ կասեն կեղծված են։ Ինչ որ բան կարող ենք ասել, բայց առանց վիրավորանքի։ Առնվազն կարող ենք ասել Կարող եք ասել մտքինս է։ Չէ, ես չգիտես, կարող է լավ բան է, կարող է վատ բան է։ Ես նրանց ասում եմ ապատեղեկատվություն տարածող կեղծ դիտորդական առաքելություններ, որոնց թիվը շատ չէ։ Իսկ կարող եմ ես ասել մտքինս է։ Դուք կարող եք, դուք այդ ազատությունը ունեք, կարծում եմ։ Ընտրությունների կեղծելու մասին հայտարարությունները պետք է ամրագրված լինեն փաստերով եւ այդ փաստերը պետք է լինեն ազդեցիկ եւ եթե կուզեք նաև էմոցիոնալ, բայց դրանք պետք է լինեն փաստեր։ Այսինքն քաղաքական ուժը, երբ որ ասում են ընտրությունները կեղծվել են, ինքը պետք է հղում անի որոշակի դեպքերի, այսինքն ինչն է կեղծվել։ Այսինքն եթե ընտրությունների խախտումների մասին խոսողը անում է փաստեր, որոնք որ մեր համար համոզիչ են, մենք նրան հավատում ենք։ Եթե նա ավելի էմոցիոնալ եւ մանիպուլյատիվ խոսք է կիրառում, Այսինքն օթի մեջ ասում է այս ընտրությունները կեղծված էր։ Դե օթի մեջ որ ասի կարող է ասել, բայց կարող ենք մենք հարց տալ ինչն է հատկապես կեղծված։ Ընդ որում ասում են Հայաստանում այդպես չի էլի, որ այդ ընտրությունները կեղծելը նորություն է կամ էլ այսպես մեզ ցավոք սրտի շատ հեռու մի բան է։ Խոսելով Հայաստանի ընտրությունների պատմությունից, այն ամենաառաջին ընտրություններից չեն կարող չխոսել ձայն բերողներից։ Ինչ է կարծում նրանց արած գործը վարկաբեկելի է թե ոչ։ Քանի որ մյուս տեսանկյունից եթե նայենք, նրանք ապահովում են ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշ, վառ պահելով ժողովրդավարական գործընթացները մեր երկրում։ Տեսեք, ձայն բերողի ինստիտուտը իհարկե հայերը մի քիչ վատ է հնչում ձայն բերող, բայց ինքը կարևոր ինստիտուտ է։ Ուղղակի ինչպես է այդ մարդը աշխատում, ինչպես է ձայն բերողը փորձում օրինակ մարդկանց համոզել։ Մարդկանց համոզելը ինքը շատ նորմալ բան է, օրինակ ԱՄՆ-ում էլ կուսակցություններ ունեն տարբեր ներկայացուցիչներ, կամավորներ, իրենց ուժի տարբեր, չգիտեմ, վստահված անձինք եւ այլն, ովքեր գնում են տուն առ տուն, թաղամաս առ թաղամաս մարդկանց համոզում։ Բայց եթե այդ համոզելը տեղի ունենում սպառնալիքով, օրինակ գործից կազատենք քեզ, կամ օրինակ այս 50,000-ը վերցրու գնա ընտանիքիդ անդամներին էլ համոզ, այսինքն ուղեկցվում է սպառնալիքով, ուղեկցվում է նյութական շահագրգռվածությամբ, այսինքն ընտրակաշառք է, կամ օրինակ ինչ որ խոստում է տրվում, եթե մենք ընտրվենք դու կդառնաս այս գյուղի գյուղապետը, չնայած որ Հայաստանում գյուղապետ տերմին այլևս օրենքով չկա, կա համայնքի ղեկավար, կամ քո կինը կլինի դպրոցի տնօրեն, գիտեմ շատ է երազել դրա մասին, այսպիսի խոստումներ տալով եւ այլն, այ դա որևէ կերպ ընդունելի չէ։ Իհարկե նրանք խթանում են, որ մարդիկ գնան ընտրություններին, բայց եթե մարդիկ գնում են ընտրությունների ինչ որ խթաններով, խոստումներով, սպառնալիքով, ընդհանրապես ընտրություններով էլ չէ, եթե մարդիկ ընդհանրապես կյանքում ինչ որ ընտրություն են կատարում սպառնալիքից ելնելով, չեմ կարծում այդ ընտրությունը կարող է ճիշտ լինել։ Մենք Հայաստանում, ասենք, այս ընտրական շրջանում փաստեր ստուգող լրագրողների խմբագրություններով որոշել ենք միասին աշխատել, այսինքն մի հատ ընդհանուր տարածք ենք ստեղծել Facebook-ում, նյութեր հրապարակելու համար, բայց որպես այդպես նաև շաբաթական հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք մեր ռեսուրսներն ենք կիսում, մեր գործիքներն ենք կիսում, եւ այնտեղ ասենք հետքը, ֆակտորը, Civilnet-ը, փաստերի ստուգման հարթակը, մենք Media-ը եւ Amphop-ը, ասենք, փորձում ենք ոնց որ միասնական հանդես գալ, այսպես հնարավոր տեղեկատվական հարցակումների դեմն առնելու համար եւ ընդհանրապես մանիպուլյացիաների ընտրական շրջանում իշխանության կողմից, ընդդիմության կողմից, դրսի կողմից եւ մարդկանց ոնց որ այդ մեր միավորվելով մեր հիմնական մեսիջն է նա, որ մենք աշխատում ենք իրար հետ, որպեսզի ձեզ հնարավորինս պաշտպանենք, որը որ կարևոր է, բայց նաեւ բարդ է, որովհետեւ իմ ուժերը այդքան էլ հավասար չեն։ Դե ինչ, այսքանն էի պատրաստել այս թողարկման համար, իսկ մնացածը դուք ձեր մեջ գցեք բռնեք։ Բայց մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակի կոճակը, իսկ կոմենտներում էլ ինչ գրեք ձեր պատիվն է։ Հաջող